22 կտավ Թերեզա Պապոյանի «Հոգուս Մասնիկ» խորագրով անհատական ցուցահանդեսում երիտասարդ գեղանկարչուհին ծնունդով Շիրակի մարզի Անուշավան գյուղից է, հիմա ապրում է Արթիկ քաղաքում, բայց ստեղծագործական պատումները հիմնականում իր գյուղի ու գյուղական միջավայրի մասին են։ Հիմնականում կտեսնեք բնապատկերներ, կենտանիներ, դրանք իմ հոգու մի մասնիկն են, դրանցով եմ ես ապրել, դրանցում մեծացել և շատ եմ սիրում։ Իսկ արվեստ ինձ համար ամեն ինչ է։ Արվեստ ինձ համար ուղղակի զբաղմունք կամ ուղղակի մասնագիտություն չէ, նկարչություն ինձ համար ուղղակի մասնագիտություն չէ։ Այն իմ ապրելակերպն է, այն իմ ամբողջ էությունն է։ Գյուղում ծնվել մեծանալը նկարչուհուն ավելի է կապել հայրենի հողու ջրին, ուստի ցուցահանդեսին ներկայացրած կտավները մարդ բնություն կապի յուրատեսակ նկարագիրն են։ Շատ դեպքերում ինստինկտյան է ստացվում։ Ժամանակ առ ժամանակ լինում է, որ մտքերս իմ են բերում, ասում եմ ինչ կարելի է նկարել այս անգամ, մտքերս չեն գալիս, բայց որ արդեն նստում եմ, սկսում եմ ինստինկտյան ինչ-որ բանից սկսել, և դա դառնում է արդեն կտավ։ Թերեզա Պապոյանը ստեղծագործում է այն ժամանակ, երբ իր ներսում գերիշխում են էմոցիաները, ակադեմիականությունից դուրս գալ չի վախենում, նկարում է այն, ինչ այդ պահին հոգին թելադրում է վերցնին։ Բնավ պետք չէ, որ այն ինչ տեսնում ենք, դա էլ վերարտադրենք կտավի վրա։ Դա որոշ նկարիչներ իհարկե ինձ այդպես էլ անում են, բայց ինձ մոտ դա այդ գույները ինստինկտյան են գալիս, ես չեմ կարող դրանք կեղծել, ես չեմ կարող դրանք լրիվ նմանեցնել իրականությանը։ Դրանք կարող են ստացվել իմ մոտ այնպես, ինչպես այդ պահին ինձ թելադրեց արդեն իմ գունաբնակը։ 30-ամյա նկարչուհին իր կյանքի ուղիղ կեսն անցկացրել է վրձինը ձեռքին, այսօր արդեն ստեղծագործում է տեսածը մտածածին դետալներով համադրելու սկզբունքով։ Արվեստասերին հուշում է, ինչ տրամադրությամբ նայեք կտավին, այդ էմոցիաներն էլ կզգաք ու կտեսնեք։ Յուրա Վահանյան, Ռոմիկ Խաչատրյան, լուրեր։